Հիմա անցնենք ադրբեջանցիների վրայով, կատո կանենք մի քիչ դրանց։ Ուրեմն Ստեփան Հասան Ջալալյան, մի օգտատեր կա, որը սկսել է այնպես փաստաթղթեր հրապարակել, ոնց գանձա։ Հիմա հայկական օգտատերեր, ինչ որ ես հիմա տարածում եմ, ես խնդրում եմ գտնել հայատար կամ լատիներեն Ստեփան Հասան Ջալալյանին իր Facebook-յան էջից վերցնել արդեն ուղիղ նյութերը հղումներով, ոչ թե վիդեոից, հա, եւ տարածել ռուսական բոլոր կայքերում, եւ անգլիական, եւ անգլիախոս բոլոր տեղերը ցույց տալով ովքեր են այս քոչվորները, որ Հայաստանի նկատմամբ հայցեր են ներկայացնում, ախորժակ ունեն, ու դրանց ախորժակը ասեմ ինքան մեծ, աբոսես կոկորտներին է կանգնել, ասեմ, սենց այդ հայ ոսկորը կոկորտներին է կանգնել։ Եվ այսպես Աբբաս Կուլի աղա Բակիխանը, ի՞նչ է գրվում։ Սա Ադրբեջանի պատմության հիմնադիրներից է, հա։ Ինչ է գրում։ Ասում է քաջարները դա մի ցեղ էր ջիլարսկի թուրքական ցեղը քաջարները, հա։ Էմիր Թայմուրն էր, Տամերլան, հա, նրանց ուղարկել է, Տամերլանը նրանց ուղարկել է 50,000 գլուխ այդ թուրքերին, բանը Կովկաս Տամերլանը 50,000 գլուխ թե չէ, ընտանիք մի քիչ ավելի գլուխ, ասենք մոտապես 200,000 գլուխ կամ 300,000 գլուխ ադրբեջանցի թուրքա ուղարկել եւ բնակեցել է Երևանում, Գանջայում, Գանջան դա Գանձակնա, Ղարաբաղում, որտեղ այս ընթացքում նրանք բազմացել են։ Սա 19-րդ դարում է գրում, որ Թամերլանը ինքն է 50,000 ընտանիք թուրք այս ցեղից, որը կոչվում է քաջարներ, հա, թուրքական ցեղեր են եղել, 50,000 ընտանիք ինքն է տեղափոխել այս տարածքներում բնակեցել։ Սա իրենց պատմության հիմնադիրն է ասում։ Վերցնում եք այս հղումները ու ճպցնում եք ադրբեջանցիների ճակատին։ Ով սկսում է բանավիճել, անպայման սկսում է հիստերիան, պետք չի ոչ մի բան պատասխանել։ Ասում ես կարդա ու գնա DNK անալիզ արա։ Կամ դու այս թուրքական ոչխարի ցեղերից ես, կամ կարող ես ասկի թուրքել չես, կռիվ մի տուր իմ հետ։ Սա ձեր պատմագրությունն է։ Հաջող հիանալի փաստը։ Դե ես հենց արդեն խոսել էի Էդիկ Դրամոնդի ազգերի լիգայի քարտուղարի այս հայտարարության մասին, այս հայտարարություն չի բացահայտում մեր համար, որ Ադրբեջանը դա ուղղակի 1920 թվականին այդ անունը վերցել են կողքի իրանից ու դրել են այդ նոր տարածքի վրա ազգերի լիգայի որոշումով։ Սա Հասան Հասանովն է, ուրեմն ով ծնվել է մահացել է 93-ից 98 թիվ եղել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը 93-ից 98 թիվ, այսինքն պատերազմի ժամանակ, Ադրբեջանի արդեն պարտված ժամանակ, որը ասում է 20-րդ դարի մեջտեղում, մեջում, ոնց է այրեն, մի խոսքով 50-ական թվականներին, սա մեր լեզվի զարգացումը եւ ազգի զարգացումը բերես մեզ, որ մեր լեզուն կոչվեց ադրբեջաներեն, իսկ ժողովուրդը ադրբեջանցի։ Այսինքն սրանք մինչև 50-ական թիվը, մինչև 20-րդ դարի կեսերը նույնիսկ լեզու չեն լսել, որ ինչ-որ մի բան է կոչվել, եւ ազգ չի եղել ապրող ինչ-որ մի բան է կոչվել։ Դրա մասին ասում է ոչ միայն Հասան Հասանովը, որ եղել է իրանց արտաքին գործերի նախարար, դրանց մասին ասում է նաեւ Հեյդար Ալիևը։ Հեյդար, ճիշտ ասացի Հեյդար։ Իլհամի հետ է։ Դրա մասին բան տեսանյութ էլ կա, որտեղ ինչ ասում է, տենց էլ մենք չհասկացանք ով ենք մենք։ Մեկը ասում է մենք թուրք ենք, մեկը ասում է մենք բան ենք, կովկասյան թաթար ենք, մեկն ասում է մենք պարսիկ ենք, մենք էլ չհասկացանք ով ենք մենք։ Հիմա սա ասում է, որ 20-րդ դարի կեսերին նոր պարզվեց, որ լեզուն ինչ որ խոսում է դա ադրբեջաներենն է, իսկ ազգը ադրբեջանցի։